Կանանց տոների միամսյակի ավարտի և մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհիները կազմակերպել էին տոնական միջոցառում։ Միջոցառման կազմակերպիչները խորհրդանշական համարեցին այն, որ կանանց տոների միամսյակը տոնվում է հենց գարնանը, քանի որ գարունը բոլոր ժամանակներում համարվել է բնության զարթոնքի, նոր կյանքի սկզբի, սիրո և գեղեցկության ժամանակահատված։ Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, գարուն, ամեն տեղ նոր կյանք ես վարել։ Իմ սրտում էլ ես թևերը տուխրել, իմ հոգում էլ ես հրդեհեր նոսել։ Նորից չեն սիրում, սիրում են կրկին, սիրում են միայն ու միայն մեկին։ Գուցե և կյանքում մի նոր սեր գտնես, բայց առաջինի հետ չհամեմատես։ Իսկական սերը միակն է կյանքում և այն երբևէ չի մոռացվում։ Գուցե կարող ես ինքդ քեզ խաբել և նորից ուժգին դու սիրահարվել, բայց դու չես կարող սիրել ամենքին, նորից չեն սիրում, սիրում են կրկին։ Մայրական սերը անսահման է և պայմանականություններ չի ճանաչում։ Տոնական միջոցառման ընթացքում լսվեցին բոլոր մայրերին ուղղված սիրո և երախտիքի խոսքեր։ Լոկմայրն է այժմ խիղճն հայրենիքից, դարերի կյանքն էլ թետամ մայրիկից, Աստված է, քիչ է, չէ, քիչ է։ Երբ նայում եմ քո աչքերին, ոչ աշխարհն է ջրդում, երբ քո դեմքին ժպիտ կա, արևն ես ողջունում, ախ մայր իմ սիրելի, ինչ անուշ ես ինչ կարի, քո դեմքին նայելով գարնան գալուսն եմ տեսնում, երբ նայում եմ քո աչքերին, ոչ աշխարհն է ջրդում, ցանկանում վերջը տաս, մեր տան հրաշքն շահս։ Կուզեի լինել գարնան արեկավոտ, ճկնակ վարդերով, ոսկետ կշների, անդար սրտիդ մեջ վառեի կրակ, մութ աչքերից մեջ պայծառ շողայի, կուզեի լինել երկող շատրվան և երազներդ լուր օրորեի, կամ թե շախշավոր ոսկի ծիածան, շուշանջակավի պսակեսերի։ Ես սիրում եմ ծաղիկները, մեկ էլ մորս աշկերը բաց, ասկեր, մեկ էլ ձեր արգերը, թե ծաղկի պես նայևաս, ես սիրում եմ ողջ աստղերը, մեկ էլ մորս աշկերը հես, Աստված, մեկ էլ քո աչքերը, թե ինձ պահես մայրիկիս պես։ Մորս սրտի հետ աշխարհն չափել, էլի մեծ էր նա, մեծ էր ու անկին, արև աչքերի լույսն է նա թափել, լույսնակ դառնալով որդվո ծորոցքին, և հիմա քիչ է թե աչքերս տամ, թե սիրտս անեմ ու տամ մայրիկիս, ախ մայր երգերուց, ինչպես կշտանամ, մայրս պատկերն է մայր հայրենիքից։ Իրենց գործընկեր կանանց և Գավառի պետական համալսարանի բոլոր ուսանողուհիներին շնորհավորանքի խոսքեր ուղղեցին բուհի վարչական կազմի և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Ես կոնարաբար ձեռքս սրտից դրած կոնարում եմ ձեր առաջ, հարգելի կանայք, հարգելի մայրեր, այստեղ հավաքված ուսանողուհիներ, շնորհակալություն այդ փոքրիկ մեկ ամսվա համար, որ այդ լուսավոր պահերը նվիրում եք մեզ։ Այս գեղեցիկ օրվա արդիվ ցանկանում եմ շնորհավորել հայոց աշխարհի բոլոր գեղեցիկ տիկնանց։ Ցանկանում եմ նրանց քաջառողջություն։ Թող որ միշտ լինեն երջանիկ։ Կանացի երջանկությունը թող միշտ ուղեկիցը լինի ձեզ։ Հնչած սրտաբուխ շնորհավորանքները հետևյալ կերպ ամփոփեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Սիրելի ուսանողուհիներ, սիրելի ուսանողներ, մաղթում եմ, որ շատ լավ սովորեք, շատ խելացի լինեք, կայանաք որպես մասնագետներ, երջանիկ լինեք, հաջողակ լինեք, որպեսզի ձեր մայրիկները երջանիկ լինեն։ Ծնողի ամենամեծ երջանկությունը իր երեխայի երջանկությունը տեսնելն է։ Նշենք նաև, որ ապրիլի 7 հայ առաքելական եկեղեցին տոնում է որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օր։ Արթուր Բարսեղյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։